Բարով եք եկել դալարիկ, ես բոլոր թեր տրագրերին ծանոթ եմ, թեր երկու դաշինք է և մեր բարգավաճ Հայաստան, եթե միանակ, միասին, ես մեծ հույս ունեմ, որ կմիանակ, այս դրությունից մեր ժողովրդին կհանեք, որովհետև սա ազնական հաշիվ չէ, սա երկրի իմիջի հարցն է, մենք հայ կդառնանք, թե կմնանք այս վիժվածքին, ես այսպես եմ անվանում այսօրվա վարչապետին, սա Թուրքի գործակալ է, կարող եք վարչական ասել, ես խնդրում եմ, այսօրվա այս հավաքում է նախարարները, սա ինչ շորսոպ է թապես սրանց գախին, որ անկապ նախադասություններ ասելով, ոչ մեկը մեղը չի ասում, այ մեծարգով վարչապետ, թուրքն եկել լսել ամեն տարածքի վրա, դու մեկի հոամաստ ես առնում, մեկին կորուպցիայի մեջ ես բռնում, կորուպցիա եթե ինքը իր կնոջ հետ գնում է, չգիտեմ, Չինաստան կամ չգիտեմ Սինգապուր, դու Սինգապուրից եղեք գիտես, գնում է իր կնոջ հետ նկարվի, սելֆի երկու առավ, նստավ վիրևը նկարված, մեզ արժի 37 միլիոն դոլար, ես ինչքան կորուպցիա է, եթե մեկը պարզոր բան առնում, ավտոմատ, պարզոր չի առնում, ես այդ ուղեղով ոնց է աշխատում, հələ մասնա նախարարներին նայ, որի առողջապահության նախարարը կրթություն չունենա, կայդպեսի նախարար, որը կոնչիկ ուտելով իրա վարչապետի հետ, թուղթեր հետ դա ուտում, կուկուզներ կրտելով, ինքի տևը պարում է, հրմա թող կորիք լալեկաները մտներ կամ հիվանդանոցները, տերն իրա հաստային ինչ են ասում, չգիտեմ ամեն ինչ, հուշը մտած մատ է գնում է կանում է հերթի, իսկական ով որ առողջություն ունի, նա հերթ է կանում, գոնե տարբերություն դներ, թե մարդկա իսկական հիվանդ է, մարդկա չնած, սա ես վերադական եմ ասում, իմ ասելն է պարոն Քոչարյան, դու կանք տեսած, ուղի անցած մարդ ես, եկել ես, որպեսզի այս նախարարներից մի հատ գիտեմ որ կմիանաք, երեք հատ այդ ուղեղներ դուք կաք, ես շատ լավ գիտեմ, Գայիկ Ծառուկյաններ, մեր Սամվել Կարապետյաններ, միացեք, այնպիսի կառույց ստեղծեք, այնպիսի նախարարություն, որոնք անցած ճանապարհ ունենան, գյուղատնտեսություն իմանան ինչ բան է, հիմի գյուղատնտեսություն կա, եթե դու տարվա գյուղատնտեսություն դարարիկու, հիմի տնես խաղը վարդու, ավելուկի քոք իրարի չի ջոգում, էկոնոմիկայի նախարարը Պաբոյան է, պաշտպանության նախարարը քանակած է դարարը, բոլոր կառույցները տեղին, ես գիտեմ դու կանեք, միացեք մեր Թաղասերյան, մեր երկրատի ոսկե թասի Միլասյանը, շատ լավ գիտեն, միրա հայրի գիտեն, տնողներն են, ոսկե թասի Շնորհակալություն։ Շնորհակալություն, ապրեք, նայեք։ Կոռուպցիայի վերաբերյալ, քանի որ հնչեց, պարտքը հասցրել են, պետական պարտքը 15 միլիարդ դոլարի։ Հիմա ես մի համեմատություն բերեմ Լինսի ծրագրով ամբողջ ծրագրի գումարը եղել է մոտ 230 միլիոն դոլար։ Այդ 230 միլիոն դոլարով այնքան բան է կառուցվել, որ ես կարող եմ մի շաբաթ գնալ եւ ցույց տալ Երևանում, Աղետի գոտում, այլ դուպրոցներ, փողոցներ, կամուրջներ, թունելներ, շենքեր, ինչ ասես չենք սարքել 230 միլիոն դոլարով։ Լավ, ինֆլյացիան բանը վերցնենք, այն ժամանակվա գները թող դառնա 400 միլիոն դոլար։ Դուք 8 միլիարդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15-ի։ Ինչ եք սարքել 8 միլիարդ դոլարով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ, այդ գումարի մի զգալի մասը մխսվել է, գնացել է անհայտ ուղղություններով, համոզված եմ ինչ որ կրիպտո կոշելյոկներով, հիմա այդ բանն է, չէ, այդ կրիպտոյի մեջ են մտել, որ հետքեր չթողել։ Չեմ կասկածում դրա մեջ, բայց մեկը տեղը գտնելու ենք եւ հետ ենք բերելու։ Բանը չի անում, տենց կարտոֆել են ուտում, իբրև ժողովրդի մոտ ենք։ Եթե կարտոֆիլով ժողովրդի մոտ ես ուզում լնես, պարտիվավճարով էլ ժողովրդի մոտ եղիր։ 7 միլիոն միայն նոր տարվա նվեր են ստանում նախարարները պարտիվավճարի ձևով։ Կիսվեք ժողովրդի հետ,
Մենակ հո կարտոֆիլ կուկուրուզ ուտելով չի։